հաշվեհարդարներ, բանդիտիզմ, սպանություններ, երեք տեսանք աջակնյակում երեկվան ժամի, որովհետև լույս ժամի ինչ էր տեղի ունենում, մահ, կրակոցներ, դանակահարություն, այս ամենը ինչի դրսևորում է, որտեղ է իրենց ոստիկանությունը, բարեփոխված ոստիկանական համակարգի մասին են խոսում, իրենց համար իհարկե բարեփոխվել է, տեսնում ենք իրենց համար ինչպես են անհետ գորածների և սևազգեստ մայրերի քարշ տալիս եռաբլուրից, գնում քաղաքացիների հետևից բերման ենթարկում, խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը և ինչ եք առանձնացրել նաև այսօրվա համար։ Նախ ուզում եմ ցավով արձանագրել, որ այնինչ երեկ տեղ ունեցավ Աչափնյակ համայնքում զահրուրելի էր և ցավոք այնտեղի ունեցավ դպրոցական երեխաների աչքի առաջ, ծերերի աչքի առաջ, շարքային բնակիչների աչքի առաջ և այնինչ տեղի ունեցավ դատապարտելի է և նորմալ, մի քիչ նորմալ երկրում նախարարը պետք է ևս արդարադատության, ներքին գործերի մի քանի նախարարներ միանգամից պետք է հրաժարական տային, բայց քանի որ սա ոչ միայն մի քիչ նորմալ երկիր չէ, այլ հիմա Նիկոլի երկիրն է, ոչ նախարարը հրաժարական կտա և ոչ էլ որևէ մեկը պատասխանատվություն կկրի այս ամենի համար։ Իմ ունեցած տեղեկություններով Հայաստանի ոստիկանական զորքը 28,000 մարդ է, 28,000 ոստիկան այսօր պետք է Հայաստանում ծիտը թռներ այդ ոստիկանները արձանագրեին։ Ցավոք ոստիկանները այսօր ստանում են պատգամավորից մի քիչ պակաս աշխատավարձ և այդ 28,000 հոգանոց բանակը ծառայում է մեկ մարդու անվտանգությանը։ Եվ այսօր ես գիտեք զավեշտալին որն է, որ օրեր առաջ այդ նույն նախարարը ասում էր հանցագործությունների թիվ է նվազել Հայաստանում։ Լուրջ եք ասում, դուք իսկապես հանցագործությունների թվի նվազում եք տեսնում։ Կար ժամանակ, այո, որ Հայաստանում, եթե տարվա մեջ կամ 2 տարին մեկ անգամ ռազբորկա լիներ որևէ փողոցում, նույնիսկ մարդ չզոհվեր, դա կդառնար ժողովրդի այսպես անընդհատ խոսելու, հիշելու թեման, որ այնքան կհիշվեր, այնքան կասվեր, որ որևէ տեղ հանկարծ դրա կրկնությունը թույլ չտրվեր։ Ցավոք, մենք ունենք մի երկիր, որտեղ նախարարը գործով զբաղվելու փոխարեն հայտնվել է տիրադավերի կողքին և գնում ու պղծում է մեր եկեղեցիները։ Այս ինչ տեղի է ունենում մեր հանրապետությունում, այս հանցագործությունների այս կտրուկ շեշտակի աճը, դա փաշինյանական իշխանության բերած միջավայրն է։ Այս համատարած ատելությունը, այս համատարած անհանդուրժողականությունը, փաշինյանական ողջ կառավարության անգործությունը, ցավոք, երկիրը բերել հասցրել է նման օրհասական վիճակի։ Իրենք այնպես են անում, որ շարքային քաղաքացին համակերպվի դրա հետ և ամեն անգամ փողոցում մենք տեսնենք մարդ սպանվեց, արձանագրենք, անցնենք առաջ։ Այ մեզ սրան են սովորեցնում։ Մոտ մեկ ամիս առաջ ես հարավ-արևմտյան թաղամասում էի, մի քանի ջիպավոր լակոտներ, որ կռիվ էին հրահրում մեր մեջ, եթե այնքան ողջամտություն չունենայի, այո, հնարավոր էր, որ բանը հասներ դրան։ Լակոտների երկիր է դարձրել երկիրը, խուժաների, լակոտների երկիր, որովհետև նման երկրում, քաոս ստեղծած երկրում իր աթոռը պահելը շատ ավելի հեշտ կլինի։ Եվ ցավակցությունս հայտնելով երեկ սպանվածի ընտանիքին ու նրա հարազատներին, ես ուղղակի դիմում եմ մեր հասարակությանը, որքան էլ որ այս իշխանությունը փորձի այսքան ատելություն սերմանի մեր մեջ մեկը մյուսի հանդեպ, պարզապես ողջամիտ գտնվեք, թույլ մի տվեք, ուղղակի ողջամիտ գտնվեք, որովհետև այս իշխանությունը ուզում է այն, ինչ որ տեղի ունեցավ երեկ Աչափնյակում, այլապես 28,000 հոգանոց
զորք, ոստիկանական զորք ունեցող երկրում նման դեպքերը պարզապես պետք է անթույլատրելի լինեն։ Նախարարը տեղում չէ, տեղում են միայն պարգևավճարները, բյուջեն լափելը, իրենց աթոռին պինդ նստելը։ Հաջորդ խայտառակությունը, որ երեք մենք ականատես եղանք, դա Փաշինյանի մեկ այլ պարազիտ կառույցի ղեկավարի, այդ հիմնարկի, Բաղրամյան 26-ի հիմնարկի այցներ այլ երկիր։ Սրանք այդպես էլ չեն հասկանում, երբ որ իրենց տանը չեն, կանգնած են դրոշի կողքին, իրենք ներկայացնում են պետական ինստիտուտ։ Եվ գնալ այլ երկիր ու փորձել խոսել Ստամոքսի հարցերով, դա անթույլատրելի է։ Վագն Խաչատուրյան, հետ այսու հետդ խոհարար տար, լավ բթվեք, կերեք, չգիտեմ ինչ արեք, ձեր Ստամոքսի հարցերը լուծեք ու, ինչպես ասում էր, ռեսպուբլիկան մի խայտառակեք։ Սա խայտառակություն է։ Անցած օրն նամակ են ուղարկել, որպիսի Վահագն Խաչատուրյանը, որ ըստ սահմանադրության պետության ցավոք պետության գլուխն է, ինքը պետք է արձանագրի, թե օրինակ այն կառավարության շենքում նստածը քանի անգամ է խախտել ՀՀ սահմանադրությունը։ Ի պաշտոն է պետության գլուխը դուք եք հանդիսանում, նամակ են ուղարկել։ Նամակում երեք եկել է եւ մենք ենք նշել, որ սահմանադրության 17-րդ հոդվածը նշված է 17-րդ հոդվածում կրոնի խղճի ազատություն, պետությունն ու եկեղեցին տարանջատ են իրարից։ Հիմա նամակ ենք ստանում, ինքն է մեզ գրում, սահմանադրության այսինչ հոդվածով, ասում են ամեն ինչ այսքան տխուր չէր լինի, եթե այսքան ծիծաղելի չլիներ։ Նամակների բովանդակությունը ինչի եմ շեշտում այդ նամակը, որպեսզի մենք կարողանանք հետագայում այդ նամակները որպես փաստավորված փաստաթղթեր հանձնել ազգային հպարտության տրիբունալի։ Այստեղ գալուց առաջ իմացա, որ Նիկոլ Փաշինյանի հետ տեսել եք շատ ու շատ բազմաթիվ տիրադավեր են շրջում։ Տիրադավերից մեկը դատի է տվել, նամակ է ուղարկել Front TV լրատվականին եւ պահանջել է, որպեսզի իր անձը արատավորելու համար, որովհետև այնտեղ հնչել է, որ կեղծ դպիր է իբրև, եռաբլուրում է դեպքը տեղի ունեցել, Հարգարժան Չիլինգարյանը ասաց, որ դուրս արի եռաբլուրից, մի պղծի։ Հիմա տեսեք, այս տղան, ովքեր կանգնած են, նստեք, որպեսզի չընկնեք, սա պիտի կարդամ։ Այս տղան ինչ է ասում, ես հանդիսանում եմ, կհիշեք, այս վզի վրա տատուներ արված, որ մեկ երիտ թիմից է ԿՊ-ի, մեկ դպիր է, մեկ չի, ամեն ինչ ներկայանում է։ Ես հանդիսանում եմ ձեռնադրված հոգևորական եւ իմ ձեռնադրված լինելու փաստը, խնդրում եմ ուշադիր, պաշտոնապես հաստատված է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից։ Հետևաբար կեղծ դպիր ձևակերպումը հանդիսանում է փաստական բնույթի կեղծ պնդում, այլ ոչ թե գնահատական կամ կարծիք։ Ինչ է ստացվում, փաստորեն, դե չգիտենք, Նիկոլ Փաշինյանը հիմա ձեռնադրում է դպիրներ։ Նիկոլ Փաշինյան դիմում է ԿՊ-ին, ինձ ձեռնադրեք Հռոմի պապ։ Դուք կարողանում եք, դուք ձեռնադրող եք դարձել արդեն։ Սա չգիտեմ, կա խայտառակություն եւ կա մեծ խայտառակություն, սա այդ մեծ խայտառակության լավագույն դրսևորումներից մեկն է։ Եվ մենք հիմա գնում ենք 26 թվականին այս ծաղրածուների հետ, այս թրքահպատակների հետ, մենք գնում ենք ընտրության։ Ինչ ենք որոշելու, ինչ ենք անելու, մենք մեր ընտրությամբ ինչ ենք անելու։ Օրինակ,
իմ արժանապատվությունը խոցվում է, լինելով քրիստոնյա հայ, երբ որ ես տեսնում եմ, ինչ որ մի կուսակցություն որոշում է դպիր ձեռնադրել, իմ արժանապատվությունը խոցվում է։ Չասեմ, կամ ասենք այն մի քպայական երեք ասում է, բա որ մենք էլ օրենք ընդունենք, օրինակ ասում է Սամվել անունով մարդը չի կարող մասնակցել ընտրություններին։ Դե կընդունեք նման օրենք, հիմա մուրճը, չագուչը, բահը, ամեն ինչը ձեր ձեռքին է։ Հիմա դուք ինչ ուզեք կանեք, մինչև հունիս ամիս, անելու եք, մինչև հունիս ամիս, ասում են, խոսում են անօրինականությունից, ամենամեծ անօրինականությամբ եկածներն եք, ամենամեծ անօրինականությունը երկրում ստեղծողներն եք, տեսեք, ասում են, այն մեկը չի կարող վարչապետ լինել, այն մեկը հայտարարում է, որ գնում է ընտրության միանգամից այսօր, այստեղ գալուց առաջ տեսնեմ, օրինակ արդեն Գագիկ Ծառուկյանի տանն են խոզարկություն անում, այն մեկի, սա չի թողնելու, սրանք մինչև հունիս թփրտալու են, չեն թողնելու, թփրտալու են, տղայենք պիտի դիմանանք, տղայենք պիտի կարողանանք այս ամեն ինչի դեմն առնենք, թե չէ, ասում են, դուք չեք կարող, իսկ դուք կարող էիք, օրինակ, որ դարձաք վարչապետ, կանգնել հրապարակում ասում էր, կամ ես եմ վարչապետ, կամ ուրիշ ոչ ոք չի կարող վարչապետ լինել, խորհրդարանում ամենափոքր ուժ ներկայացնող, ամենափոքր խորհրդարանական խմբակցություն ունեցող ուժը վարչապետ ընտրեց, վարչապետ ունեցավ, որտեղ էր գրված այդ օրենքը, որովհետև դուք շանտաժիստներ եք, դուք սուտասաներ եք, դուք գողեր եք։ Այստեղ գալուց առաջ, մի քանի սոցիալական խնդրի անդրադառնամ, ապա նաև անվտանգային մի քանի հարցերի։ Քանի որ այս թեմայից խոսեցիք, ինչ էր ասում վերջերս Ալեն Սիմոնյանը, ասում է ուրախացեք, կեղծ թեզեր առաջ քաշելու փոխարեն, օրինակ մեկը դուք, որ խոսում եք սահմանային լարված վիճակից, կեղծ թեզեր քաշելու փոխարեն, ուրախացեք, իրենք այս խաղաղությունն են բերել, խնդրեմ, ուներ նույն անձը, որպեսզի երկրորդ անգամ չկրկնեմ, վերջերս դուրսի տված հարցազրույցում մեր շուր հոգևորականներին մեղադրեց մանկապարտության մեջ։ Տեսեք, իրենք ինչի մեջ չեն մեղադրել, հոգևորականներին, քաղաքական գործիչներին, գեներալներին, երկիր սիրողներին, երկիր պահողներին, ինչի մեջ չեն մեղադրել։ Ինչի մեջ չեն մեղադրել։ Կա նման բան, որի մեջ իրենք չեն մեղադրել մարդկանց։ Մենք անցած օրը դատախազության շենքի առաջ քննիչների անուններ էինք պարզել նաև։ Նիկոլ Փաշինյանը կարի մեքենան առել դրելադեմները, ասում է կարեք, ինչ կա շատ, պլանա դրված այս մարդկանց վրա, օրը 100 հատ, պիտի կարվի։ Բայց հիմա օրինակ ասում է, ու քիչ եք ուրախանում, իրենք խաղաղություն են բերել, քիչ եք ուրախանում, երեք տեսակ ինչ կրակոցներ են Երևանում։ Տեսեք, ես ասել եմ եւ պնդում եմ եւ շարունակում եմ ասել, իրենք սուտասաների իշխանություն են, սուտասաների։ Հրապարակի Ալեն Սիմոնյան խաղաղության պայմանագիրը, չասեք, նախաստորագրել ենք, հետո կստորագրենք, կարող է դուք երբ որ կուզենաք ստորագրել, Ալիևը թաթը կդնի Երևանի վրա ու կասի Երևանը իմն է, մինչև չտաք Երևանը ես չեմ ստորագրի։ Հիմա ցույց տվեք, հմեկը ձեր ձեռքի տակ, Civic TV-ները ձեր ձեռքի տակ, ամբողջ ամեն ինչ ունեք։ 8 միլիոն դոլարանոց սնվող պուակը ձեր ձեռքի, ինչ չունեք դուք։ Այստեղ կարող եք ադրբեջանական լրատվամիջոցներով էլ հրապարակել, ցույց տվեք այն պայմանագիրը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Ալիևը Երևանի հետ, Բաքուն Երևանի հետ խաղաղության պայմանագիր է ստորագրել։ Ցույց տվեք այդ պայմանագիրը։ Ոչ դուք մի կեղծ թուղթ եք օրակարգ նետել, որպեսզի դրանով դուք 26 թվականի հունիսին աթոռ ունենաք։ Ծոծորակները կտեսնեք, դուք այդ աթոռը չեք տեսնի։ Ինչու չեք տեսնի, որովհետև դուք վերջին 8 տարիների ընթացքում Փաշինյանական իշխանությունը մեր ժողովրդին մակաբույծի պես, նորից եմ ասում, դուք մակաբույծի պես մտել եք մեր արյան մեջ, ուտում եք, քայքայում եք ամեն ինչ։
այստեղ գալուց առաջ որոշեցի զանգահարել Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան, իմանալու համար ես ինչ գույքահարկեր ունեմ, ինչ պարտքեր ունեմ։ Տեսեք, 21 թվականին փոքր քառակուսու մասին է խոսքը։ Փոքր քառակուսի բնակարան 21 թվականին տվյալ դա այն բնակարանն է, որը 21 թվականից առաջ էլ ընդհանրապես գույքահարկ չի, թվականին ունեցել է 1500 դրամ գույքահարկ։ 25 թվականին դարձել է 5500 դրամ։ Ուշադիր լսեցիք, իսկ նրանց բնակարանը, որի գույքահարկը եղել է 20000 դրամ, որքան է հիմա։ Որքան է հիմա, 100 քանի հազար դրամ է։ Հիմա աղբը, ասում եմ ինչի այդքան շատ աղբի գումար, ասում եմ որովհետև քառակուսի մետրով ենք հաշվում։ Բարի, քառակուսի մետրով եք հաշվում, հիմա իմ բնակարանում երկու քառակուսու վրա մի բազմոց է դրված, որը ինձ համար աղբ է, Ավինյան Տիգրան, այսօր այդ աղբը հանելու եմ դնեմ աղբի ամանի կողքը, կգաս ու կտանես, դու այդ աղբի համար ինձանից գումար ես ստանում, մյուս սենյակում 3 քառակուսի մետրի վրա դրված է մահճակալ, ես այսօր այդ աղբը ինձ համար դա այլևս աղբ է, նորն եմ ուզում փոխեմ, կհանեմ Տեսեք, մենք մեքենան բերում ենք, վարձում ենք, այդ աղբը հեռացնում ենք, իսկ ասում է, այդ գումարը ինձ տվեք, համ մեքենային տվեք, համ ինձ տվեք։ Այդ խելքով։ Դե այդ աղբը կհանեմ կդնեմ այսօր աղբի կողքը, համեցեք ու տարեք։ Եվ ընդհանրապես սիրելի բնակիչներ, ձեր քառակուսի մետրի համար դուք աղբի գումար եք վճարում։ Հետ այսու ձեր լվացքի մեքենան կփչանա, դա աղբ է, որ պիտի տանի Ավինյան Տիգրանի հիմնարկը։ Ձեր սառնարանը, ձեր մահճակալը, կահույքը, դրանք բոլորը երբ որ կուզենաք փոխել, դրանք աղբ են, հանեք դրեք Ավինյան Տիգրան, կուղարկես թող գան տանեն։ Հետ այսու չասեք, մենք ոնց կլինի, դա չենք տանի։ Դուք քառակուսի մետրի համար աղբի գումար հավաքող իշխանություն եք։ Քառակուսի մետրի աղբը կգաք ու կտանեք։ Գույքահարկ են բարձրացրել, անհասկանալի լավ, ինչ կատարվեց։ Ինչու պետք է 5 անգամ ամեն տարի դուք կրկնակի բարձրացրել եք։ Ամեն տարի կրկնակի գույքահարկ եք բարձրացրել։ Դրա համար էլ պարգևավճար եք լափում, բա տանում եք, ասում եք 12 միլիոն մեկը տարավ ու 7 միլիոն մեկը տարավ, ձեր քթից գալու է այդ պարգևավճարը, դուք, որ հազարավոր խեղճ ու կրակ ընտանիքների հաշվին փորձում եք դնել ամեն ինչ ձեր գրպանը, դուք դա չեք մարսելու, դա ուղղակի չեք մարսելու, հաջորդ կարևոր խնդիրը, Տեսեք, ընդհանրապես յուրաքանչյուր պետության համար գոյության ամենակարևոր հիմնասյուները եկեղեցին ու դպրոցն են։ Հայաստանը բացառություն չէ։ Եկեղեցու դեմ պայքարը բոլորիս աչքի առաջ է։ Մենք բոլորս տեսնում ենք այդ անհաշտ պայքարը մեր հավատքի դեմ։ 26 թվականին Փաշինյանի իշխանությունը որոշել է Ուշադիր, փակել 223 դպրոց, թե 231, մեծ մասը Սյունիքի մարզից, որևէ մեկիդ մոտ հարց չի առաջանում, ինչու Սյունիքի մարզից, ինչու, բոլորս լավ հասկանում ենք, ինչ է տեղ ունենում, երբ որ մարզում դպրոց է փակվում, հեռավոր գյուղում, բարձր լեռնային գյուղում դպրոց է փակվում, Քիչ առաջ լսում էի մի Շիրակի մարզի հեռավոր մի գյուղի բնակչի, ասում էր թող փակեն, մենք էլ կգանք Երևան, երևանցիներն էլ դուրս կգնան որտեղ որ պետք է։ Սա հատուկ նպատակ է գյուղերը դատարկելու։ Եվ ամենևին պատահական չէ, որ ընտրված է Սյունիքի մարզը։ Տեսեք, 230 մոտ դպրոց փակվում է, որի մեծ մասը Սյունիքի մարզում։ Ես բազմիցս օրինակ եմ բերել, որ Գեղարքունիքի մարզի Լեռնամերձ գյուղը դպրոցը քանդեցին, այդպես էլ դեռ ուսումնական տարին չի սկսվել այդ դպրոցում 4-րդ թե 5-րդ տարին է, այդ գյուղի 45 բնակչի ընտանիքից Գյուղում այսօր մնացել է ընդամենը 20 ընտանիք Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռքով։ Դուք պատկերացրեք 100 դպրոց, եթե փակվում է Սյունիքի մարզում, ինչ է տեղի ունենում այնտեղ։ Նիկոլ Փաշինյանը
շատ գեղեցիկ դատարկում է Սյունիքի գյուղերը, որպեսզի Ալիևը իրականացնի Արևմտյան Ադրբեջան ծրագիրը։ Այստեղ պետք չէ մեծ մաթեմատիկական խնդիր լուծել, դրա համար էլ ասում եմ Փաշինյանի որոշ իշխանավորներ տների տակը բունկերներ են սարքել։ Հաջորդ իմ եթերում ես կասեմ, թե ում մասին է խոսքը, ով է բունկեր սարքել։ Դե մտածում են ինչի Փաշինյանը բունկեր ունի, մենք չունենանք։ Իրենք շատ լավ գիտեն, որ իրենց օրերը հաշված են, իրենց իշխանության ամիսները հաշված են։ Չգիտեմ իրենցից քանիսը կմնան այս երկրում, գուցե մի մասի տոմսերն արդեն առած են, չեմ կարող ասել։ Բայց այն, որ մենք տեսնում ենք այս իշխանությունը մինչև վերջին շունչը ուզում է տակն ու վրա անել այս սուրբ երկիրը, դա ակնհայտ է։ Ժողովրդի գրպանը մտնելուց, դպրոցներ փակելուց, եկեղեցին քանդելուց, մինչև երկրում անթույլատրելի անհանդուրժողականության մթնոլորտ ստեղծելուց։ Այս մթնոլորտի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է իր ողջ 200 հոգանոց խմբակով։ Այսքանը, եթե հարցեր ունեք, կարող եք տալ։ Շնորհակալություն Տիկին Ստեփանյան, ուղղակի վերջին լուրը Բագրատ Սրբազանի կանանքը երկարաձգեցին եւս 2 ամսով։ Խնդրեմ։ Ես անակնկալի չեմ գալիս այլևս, որովհետև ճանապարհին երբ որ տեսնում էի Գագիկ Ծառուկյանի օրինակ այդ գործը 20 թվականի գործ է, 20 թվականի։ Ասենք ինչի են հիմա մտել իր տարածքը զննում, ինչ են ուզում, եւ դա իր քրեական գործի հետ կապ չունի։ Տարօրինակ է, չէ՞։ Դե գեներալ Արշակ Կարապետյանի վրա տեսնում ենք ամեն օր գործեր, ամեն օր քնում մարտնանմա ցուցակ կա ինձ թվում է իրենց դեմ դրված, այսպես հաջորդ 10 օրը մեկ գործը ավելացնել։ Երեք եմ ասել, բոլոր այն քննիչները, ովքեր այսօր կատարում են Նիկոլ Փաշինյանի պատվերը, ամենաուշը օգոստոս ամսին կանգնելու են արդարադատության առաջ։ Նրանցից որևէ մեկը չի կարող կանգնել, արդարանալ ասելով, թե պատվեր եմ կատարել։ Հարգելի քննիչներ, այս իշխանությունը ձեզ դարձնում է օրինախախտ։ Դուք շատ լավ գիտեք ձեր իրավունքները, դուք կարող եք գործել օրենքի շրջանակում եւ դուք կարող եք թույլ չտալ, որ այս իշխանությունը ձեզ աշխատանքից ազատի։ Դե թեպետ այդպես ասում եմ, օրինակ իմ ամուսնուն աշխատանքից հանեցին, մի շատ այսպես բան տեսեք, սկզբից կանչեցին մի հիմնարկ էր, մի օր կանդրադառնամ իհարկե դրան, որտեղ այդ նոր ղեկավարությունը ԿՊ-ի մերձավորներն էին, կանչեցին, ասեցին, օրինակ պետք է դիմում գրեք գնաք։ Ամուսինս ասել էր չեմ գրի դիմում, հետո որոշեցին, որ պետք է բաժինը դնել կրճատման տակ։ Իրավաբանը ոնց որ իրենց հուշել էր, ասել էր, եթե բաժինը դնում եք կրճատման տակ, դուք չեք կարող հետո նոր մարդ բերել։ Որոշեցին այդ բաժինը լուծարել, հիմնարկը առանցին պայմանագիր կապի այն բոլոր եղանակները գտան, որպեսզի կարողանան օրինակ իմ ամուսնուն աշխատանքից ազատեն։ Հիմա դիմում եմ հակամենաշնորհային կազմակերպությանը։ Երբևէ դուք գնացել եք այդ հիմնարկը, նամակել եմ ձեզ գրելու, տեսել եք ընդհանրապես ինչ է կատարում։ Ինքը Հայաստանում մենաշնորհային դիրք ունի, միակ կազմակերպությունն է դոմեյներով զբաղվող, գնացել եք այդ հիմնարկ, մի հատ գլուխներդ մտցրեք այդ հիմնարկ, տեսեք ինչ խայտառակություն է, բա այնտեղ թիվ կար, չէ, որ չեմ հիշում, քանի հազար դոմեյն վաճառելուց հետո պետք է գները իջնեն, Հայաստանում ինչ գներ են, գնացեք տեսեք, գնացեք մի հատ ստուգեք, հատուկ նամակով դիմելու եմ հակամենաշնորհային կազմակերպությանը։ Իսկ այս խնդրին անդրադառնալու եմ մեկ ուրիշ անգամ արդեն անուն ազգանուններով եւ հստակ ընկերության անվանումով։ Շնորհակալություն։